Միջադեպից մեկ շաբաթ անց միայն տարվա առաջին աշխատանքային օրը փաստաբան Տիգրան Հայրապետյանին հաջողվեց հանցագործության մասին հաղորդում հանձնել գլխավոր դատախազությանը։ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական բռնությունների մասին 7 ակտիվիստների բողոքը տոնական օրերին իրավապահները չէին ընդունում։ Փակ է եղել, եկել եմ այստեղ ոստիկաններն ուղղակի ասել են մենք իրավասու չենք, որևիցե փաստաթուղթ վերցնենք, խնդրել եմ, ասել եմ, խնդրում եմ փոխանցեք հերթապահ դատախազին, ասել են հերթապահ դատախազ գոյություն չունի։ Չեմ հավատացել ոստիկանների ասելուն, զանգը արել եմ բոլոր այն հեռախոսահամարներին, որոնք իրենց կայքում են, մինչև 3 ընդհուպ որևիցե պատասխան չի եղել։ Այսօր վերջապես հանձնված հաղորդման մեջ տոնական գիշերվա հավաքի մասնակիցները պնդում են, որ ոստիկաններն անհիմն ու ագրեսիվ հարձակվել են իրենց վրա, ծեծի ենթարկել հասցնելով բազմաթիվ վնասվածքներ։ Եվ քրեական գործ հարուցելու համար կարևոր նշանակություն ուներ նաև այդ բռնությունների ծավալը, թե ինչպիսի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչ աստիճանի, սակայն արդեն անցել է 8 օր եւ բավականին դժվար կլինի պարզել այն հետքերը, որ արդեն վերացել են, գոնե այսօր, եթե որոշում կայացվի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, հնարավոր կլինի դրանք ֆիքսել։ Ոստիկանների կողմից արհեստական փոքրիկ Եղևնին կոտրելուց հետո ընդդիմադիր շարժման համակիր Հովհաննես Ղազարյանը փորձել էր ինքը տոնածառ դառնալ, որ Ազատության հրապարակում տոնը չփչանա։ Հաշվի առել ենք, որ կարող են մեր տոնածառը բռնագրավել եւ վնաս տալ, դրանից հետո մենք այլընտրանքային տարբերակ ունենք այդ շարժական տոնածառը։ Հովհաննեսը տոնածառի հանդերձանքով գետնին է տապալվել ոստիկանի ոտքի հարվածից։ Գցել են գետնին, քաշքշել են, մի քանի հարված են ասրել։ Ոստիկանությունն էլ, ընդհանրապես այս իշխանություններն էլ պետք է լավ հասկացած լինեն, որ մենք դուրս ենք եկել իրենց դեմ պայքարելու, մենք գնալու ենք մինչև վերջ եւ հետ չենք կանգնելու, չենք նահանջելու։ Ազատության հրապարակ 23-ամյա ակտիվիստը վերադարձել էր ոստիկանական բաժանմունքից, մինչև տարեմուտն արդեն բերման էր ենթարկվել նույն վայրից։ Փորձել էի այստեղ մտնել Չիբուրաշկայի գլխարկով, դա նրանց համար վիրավորական էր թվացել եւ հայհոյանքներ, սպառնալիքներ, զայրացած էին հիմնական, որ նոր տարուն նրանց ղեկավարները նրանց կտրել են իրենց նոր տարի նշելու հնարավորությունից եւ վերել էին կանչել էին աշխատանքի։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը Գևորգ Սաֆարյանի պաշտպանն է եւ այսօր վերաքննիչ դատարան է դիմել, բողոքարկելով երկամսյա կալանքի որոշումը։ Դատավորն ըստ փաստաբանի հիմնավորել է, թե ազատության մեջ մնալով Գևորգը կարող է ավելի ծանր հանցագործություն կատարել։ Որ Գևորգ Սաֆարյանը արդեն 7 ամիս նա մեկ այլ հանցագործության մեջ էլի քաղաքական գործունեության հետ կապված քրեական գործեր հարուցել, մեղադրանքեր առաջադրվել, բայց կապանման միջոցը հենց նույն գլխավոր դատախազն է ստորագրել եւ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս ավելի ակնառու այն, որ անձը քաղաքական գործունեության համար է ձերբակալվում եւ կալանավորվում, հնարավոր չի հիմնավորել։ Վճռաբեկ դատարանը երրորդյա ժամկետում արդեն հաջորդ շաբաթ քննության կառնի բողոքը։ Մերժելու դեպքում պատրաստ են նաև գրավ առաջարկել։ Ինչպես եղավ, որ ոստիկանության աշխատակցի հաղորդումը անհապաղ քննեցին, քրեական գործ հարուցեցին, իսկ իր հաղորդումը, իր ցուցումները բանավոր գրավոր որևիցե արձագանքի չեն արժանացել։